Շալավ եղբայրներ ջան, շարունակենք։ Ուրեմն մեր հաջորդ դասը քարոզների հիմնական տեսակները եւ բացադրական քարոզի տեսակները։ Ինչու բացադրական քարոզը քարոզի տեսակներից մի տեսակ է եւ բացադրական քարոզն ալ ինքնիրույն ներառում է տարբեր տեսակներ, տարբեր մոդեցումներ եւ մի քիչ սրանց մասին պիտի խոսանք եւ Տերգամի եթե այս դասի մեջ չէ, գալ դասի մեջ մի քանի օրինակներ ալգդանք, թե Սուրբ Գրքի մեջ միթե բացադրական քարոզ կա կամ ոչ։ Իհարկե կա, որտեղ բոլոր կապարը նա է, որ Սուրբ Գրքից վերցված է, չէ՞ թե ոչ բացադրական քարոզը մարդկային բարձաբես մոդեցում կլինի։ Ուրեմն նախ եւ առաջ ուզում եմ մի քիչ քարոզի տեսակների վրայով խոսալ։ Հիմա երբ քարոզ գասենք անշուշտ հիմնական առումով մենք սովորաբար մոդեցում ունենք, ամեն մեկերնից տարիներու ընթացքում քարոզած է, սովորեցրած է մի մոդեցումով եւ ես չեմ ասում եղբայրներ ջան, որ մեր ըրած քարոզները օգտակար եղած չեն, սնուցած չեն մեր լսարանը, մեր ժողովուրդը, չէ, սա չէ հարցը։ Հաբա մի պատմություն ուզում եմ պատմել առաջ որ մեր այս դասընթացը շարունակենք, ուրեմն անգամ գար, որ մեկը, ուրեմն թերթիմը խմբագրի հետևյալ նամակ ուղարկեց, ասեց, չեմ հասկանում, ասեց, 30 տարի եկեղեցի գնում եմ, անգամ քարոզներ լսած եմ, բայց բամը չեմ հիշում, ոչ մեկը չեմ հիշում, այսինքն ինչ նպատակ ունի, ինչ իմաստ ունի եկեղեցի գնա մեկը եւ ամեն կիրակի քարոզ լսի, ասի մի խոսքով ինք ասեց, ես բարապ թե ժամավաճառ լինում եմ, թե ինձ համար եւ թե քարոզիչների համար իրենք ժամավաճառ լինում են։ Հիմա այս նամակը այդ տեղական թերթում, ուրեմն պատմությունը ասում է, որ ոնց որ այսպես քանի մի շաբաթ, այսպես մարդիկ սկսան բաներ գրել։ Շիդակ է, շիդակ չէ, այդ թեմայով, ինչու չէ, và մինչև որ մեկը հետևյալ ուղարկեց։ Սավ ես 30 տարի ամուսնացած եմ եւ իմ այդ 30 տարվա ընթացքում ասեց իմ գինս ինձ մոտարապես 32,000 ջաշ սարկած է, պատրաստած է եւ ասած է ես բոլոր մենյուն չեմ հիշում ոչ ալ ասիկն գիտեմ բաղադրիչները լրիվ աս ամեն մեկ ջաշի բայց մի կան ասպանը գիտեմ ասեց այդ բոլոր ջաշերը ինձ սնունդ տված են եւ եթե այդ սնունդը չունենայ մինչև այդ ուժը չի ունենում եւ մահացած կլինեի մինչև այս ադեն եթե իմ գինս ինձ այդպես առած չլիներ ասեն ֆիզիկապես մեռած կլինեի եւ ինք ասեց նմանապես եթե ես եկեղեցի չգնայի եւ սնունդ չստանայի այնտեղից ինչպես ֆիզիկապես մեռած կլինեի եթե ֆիզիկական սնունդ չստանայի հոգեորապես մեռած կլինեի եթե հոգեորապես սնունդ չստանայի եւ բամությունը ասում է որ նրանից հետքը ոչ մեկը բամը չավելացրեց, չխոսեցավ այդ բամության վրայով, հարցը կոչվեց, փակվեցավ։ Ինչու կասեմ սա եղբայրներ ջան, որ մեր քարոզությունը կարևոր տեղ ունի։ Հիմա չեմ կարող ասել, որ միթե աղոթքը, հոգևոր շփումը, հոգևոր ծառայությունը միթե ավելի կարևոր է, կարևոր ադի չէ հարցը։ Բայց եթե քարոզությունը Սուրբ Գիրքը չլինի, ոչ գիտես ոնց պիտի ծառայես, պիտի աղոթես, պիտի էս անես, եթե Սուրբ Գիրքը չլիներ, ոչ մի բան չէին գիտնար։ Եվ Սուրբ Գիրքը գիտնալու համար պետք է սովորեցնենք, քարոզենք եւ քարոզելը շատ կարեւոր է։ Անկամ անգլիացի մգրտական նշանավոր քարոզիչ 19-րդ դարի Charles Haddon Spurgeon հետևյալը ասած է. Կորզնական նպատակների համար այս ամբամած եւ մութ օրը մենք գոչ ենք անում մեր եղբայրներին շատ աղոթել Աստծո եկեղեցու
նորացման եւ լուսավորության եւ մեծ բազմության մեջ գրոնական հետաքրքրություն ստեղծելու համար։ Ամենուր անդարբերություն է։ Ոչ մեկին չի հետաքրքրում քարոզվածը ճշմարիտ է թե գեղձ։ Քարոզը քարոզ է, ինչ թեման էլ որ լինի։ Միայն որքան գարշ լինի, այնքան լավ։ Ազատ ներկայացումը, extempore ներկայացումը մի փոքր հավակնոդությամբ շատ բան կանի, որ ներկայացվի որպես ավետարան, որը ամենաչնչին խտրականությունը լիովի մերժելու է։ Եկեք աղոթենք, որ գրոնական կյանքը խորանա եւ ավելանա, որբեսի մարդիկ բնաստաբար դարբերեն դանգարժեքի եւ ստորի միջև։ Մենք գիտենք, որ ամեն կարոզ չէ։ Եվ բոլոր իրսածը սա է, եւ եղբայրներ ջան, մեր նպատակն է, որ մեր եկեցներու մեջ, ուր որ դերը մեզ տրած է, որ ծառայենք մեր ժողովուրդը, որ մեր կարոզները որչափ որ լինեն, սուբկրային լինեն, առողջ լինեն, օգտակար լինեն, եւ չլինի, որ մենք պարզապես անում ենք, ինչպես եղբայր աստղը գասե, որքան գարջ այդքան լավ, պարզապես գարժության համար թող չլինի։ Գամալ ինքսին կովելու համար թող չլինի, գլուխ կովելու համար թող չլինի։ Խոնարհությամբ, Տերը ծառայելով, իր ժողովուրդը ծառայելով, ավետարանելով չփրկվածների համար եւ այլն։ Հիմա այս բաները ասելով բարձրապես ուզում եմ անցնել հետեւյալ մի քանի տերմինները անգամ միևս վերհիշեցնեմ մեզ եղբայրներ ջան, երբ հերմենևտիկա ասում ենք, հերմենևտիկա նշանակում է աստվածաշնչյան տեքստի ուրեմն նրա մեկնաբանության գաբակցությամբ այդ գիտությունը եւ արվեստն է, որի կդեսությունն է աստվածաշնչյան մեկնաբանության։ Հերմենևտիկան աստվածաշնչյան մեկնաբանության դեսությունն է, սկզբունքներն են։ Ինչ որ էքզեգետիկայի մեջ մենք կորձի գտնենք, էքզեգետիկան տեքստի հետ աշխատելն է։ Երբ մենք տեքստից դուրս վերցնենք նրա իմաստը, հերմենևտիկան սկզբունքները, իսկ էքզեգետիկան աշխատանքը, մեկնաբանությունը։ Կարանք ասչաբը միտքենի սպայել։ Հերմենևտիկան սկզբունքները Սուրբ Գրքի մեկնաբանության, իսկ էքզեգետիկան տեքստի հետ աշխատելն է, որբեսի տեքստից վերգալենք նրա իմաստը, անշուշտ կորձի տնելով այդ առողջ հերմենևտիկային սկզբունքները տեքստի աշխատանքի առնչությամբ։ Էքզեգետիկան ագարակն է, ինչ որ տեքստի բարդատրում ենք, տեքստի մեջ ընթերցում ենք մեր ուզածը։ Հիմա կարոզապանությունը կամ հոմելևտիկա, որ գասենք էլի, համալերիքս անգլենով, կարոզապանություն, անշուշտ սա քարոզներ պատրաստելու եւ ներկայացնելու գիտությունը վարվեսն է, թե քարոզ պատրաստելը եւ թե ներկայացնելը այս երկու տարբեր մասերը կան։ Պատրաստելը մենք մեր տանը մեջ կանենք զորօրինակ, բայց ներկայացնելը անշուշտ լսարանի արժե պիտի լինի, չէ՞։ Եվ որ էքսպոզիցիա գասենք կամ բացատրական քարոզ գասենք, expository preaching, Դավիթ եղբայրը ինքը օրինակ իր կայքի վրա այդպես ունի, չէ, իր կայքի վերնակիրը expository preaching, այսինքն բացատրական կարոզություն։ Հիմա պիտի խոսանք մի քիչ այդ բացատրական կարոզությունը ինչ է։ Վաղը պիտի ավելի ուշ պիտի խոսանք բացատրական կարոզության պատճառները, ինչու պետք է բացատրական կարոզ անենք։ Եվ հետո վաղը պիտի խոսանք առավոտուն մեր առաջին դասը ինչ չէ բացատրական կարոզը։ Ինչու որտեվ երբեմն սխալ հասկացողություն կա, որ աս բացատրական կարոզի, ես բացատրական կարոզ դալիս եմ եւ այն այդ բաները նայենք, հետո կխոսանք։ Անշուշտ, հիմա մենք գիտենք, որ առողջ բնավորություն, բնութագիր, այսինքն առողջ այս հերմենևտիկական եւ էքզեգետիկական այս սկզբունքները պետք է լավ ոչ թե միայն հասկանանք, կորձի դնենք եւ առողջ աստվածաշնչյան վարդապետությունը պետք է ունենանք, որովհետեւ կարողանանք առողջ կերպով ազոխոսքը մատակարարել, այո, առողջ քարոզչական այդ տարերը պետք է մշակենք, որ կարողանանք առողջ ցեղով ներկայացնել ազոխոսքը։ Հիմա երբ մարդիկ կարծում են, որ եթե մեկը կանգնում է բեմից ետևը եւ միայն խոսում է, ասենք, բաբություններ պատմում է եւ այլն, սա քարոզ չէ։ Սա մարդը իր, ասենք, անձնական փորձից պատմում է, կարող է օրտություն է, բայց վկայություն է, բայց Սուրբ Գրքի բացատրություն, գիրառում չէ։ Ադի դարբեր հարց է, որ այս բաները պետք է ներկա գտնվեն մեր քարոզության եւ ուսուցմունքի մեջ։ Հիմա ուզում եմ, որ հաջորդը որ նայենք միասին սահմանումը եւ որ բացատրական քարոզը ասում ենք, ինչ է բացատրական քարոզը կամ բացատրական քարոզությունը, սա իմ սահմանումս է, անասելով, որ
կարող է որ մեջը դարեր լինեն, որ անպայման մեկը կարող ասել, որ սա պետք է կամանի պետք չէ, խնդիր չէ։ Ուրեմն բացատրական քարոզությունը, որ ասենք, բացատրական քարոզությունը Սուրբ Գրքի այն քարոզն է, որը ներառում է աստվածաշնչյան տեքստի սկզբնական պատկամի փոխանցումը դրա անժամկետ նշանակությամբ, սա երկրորդն է։ Առաջինը, ուրեմն սկզբնական պատկամի փոխանցումը, թիվ 1, դու ադիգան ես բացատրական քարոզով։ Ինչպես նրա անժամկետ նշանակությամբ, ինչու որ Աստծո խոսքը միայն անընդհատ համար գրված չէ, եւ նպատակ ունենալով ներկա ժամանակների ավադացիալներին տրտել, հա? Ինչպես? Օ, չգիտեմ ինչու։ Ես փագեմ մյուսը։ Ոնց որ կախված է, չի փագում։ Հիմա? Հա, շատ լավ, շատ լավ։ Ուրեմն էլի սկսեմ։ Բացատրական քարոզությունը Սուրբ Գրքի այն քարոզն է, որը ներառում է աստվածաշնչյան տեքստի սկզբնական պատկամի փոխանցումը։ Թիվ 1 ադի պետք է անենք։ Եթե բացատրական քարոզ պիտի լինի, ամեն բանի առաջ այդ տեքստի մեջի իմաստը ինչ է, սրա մասին պետք է խոսանք։ Առաջ որ խոսանք նրա անժամկետ նշանակության մասին, այսօրվա համար էլ, ինչ է նրա իմաստը այսօրվա համար, եւ նպատակ ունենալով այս ժամանակների, ներկա ժամանակների ավադացիալներին տրտել աստվածաճո վարմունքի։ Հիմա այո, նրա համար ասեցի, որ իմը սա կենտրոնացում ավադացիայի վրա է, բայց սա չի նշանակում, որ ավետարանություն չի գա։ Մեջն է ավետարանությունը։ Բացատրական քարոզում Աստծո մարդու առաքելությունը երկակի է։ Երկու կերպ, երկու բան կա։ Նախ թիվ 1 եւ թիվ 2։ Թիվ 1. Քարոզիչը պետք է բացատրի աստվածաշնչյան անսխալական Աստծով ներշնչված տեքստի սկզբնական իմաստը։ Էլի գրկնենք սա։ Սկզբնական իմաստը ինչ է տեքստի։ Առաքյալը ինչու իր լսարանին այդպես գրած է։ Սա պետք է որ մենք կողմնորոշվենք նրա իմաստը։ Դրա պատմական, այո, պատմականը ներառյալ մշակութային ու աշխարհակրականը միասին է այստեղը, եւ գերականական համատեքստերում։ Հիշում եք եղբայրներ ջան, նույնիսկ մեր քարոզչական դպրոցի մեջ գերականա պատմական մոդեցումը Աստծո խոսքի ուսումնասիրության։ Սրա մասին կխոսանք պատմական եւ գերականականի օր գասենք։ Պատմականը կներառե մեջը թե պատմականը, թե մշակութային եւ թե աշխարհակրականը եւ գերականականը, որ կներառե քրականն ալ մեջը։ Ասամա տեքստերը նկատի ունենալով պետք է բացատրենք Աստծո խոսքը, այո, հավատալով որ նա դերոճմե ներշնչված է եւ անսխալական է։ Եվ անշուշտ գիրառելով ճիշտ աստվածաշնչյան հերմենևտիկայի սկզբունքները։ Հիմա ինչու ճիշտ աստվածաշնչյան հերմենևտիկայի սկզբունքները ասենք, կանոնից ուրեմն սխալ սկզբունքներ ակա հերմենևտիկայի։ Էլի եղբայրներ ջան, ես չեմ ասում, որ մենք միակ շիդագն ենք, մենք սխալ չենք, ադի չէ նպատակը։ Մենք ինչ որ միջև մագանենք ծեր խղճերուն Աստծո խոսքի համացան ծեր արչև կներկայացնենք, ինչ որ ներկայացնում ենք եւ մեր նախորդող դասընթացներում, որ գայքում գարակ, ինչպես քիչ լինքը Դավիթ եղբայրս արդեն ցեզ կարող է ուղարկեց արդեն, այնտեղ ունեք բոլոր մեր դասեր, որ արած եք միասին, էլի գարակ գնալ, վերակաղ անել, նայել եւ այլն, եւ դուք կողմնորոշվեք ինչ օգտակար է եւ ինչը նվազ օգտակար է ցեզ համար։ Հավատում եմ օգտակար է Աստծո խոսքի ուսումնասիրության եւ քարոզության համար։ Ուրեմն երկրորդ, հիմա թիվ 1, ուրեմն պետք է որ առաջին անգամ պետք է բացատրվի Աստծո խոսքը, ուրեմն բացատրական քարոզի մեջ Աստծո մարդը, հովիվը, քարոզիչը ինչ պետք է, նրա առաքելությունը ինչ է։ Նա պետք է բացատրի Աստծո խոսքը իր համատեքստում, նրա մշակութային, աշխարհակրական, պատմական, քրական, գերականական համատեքստում։ Հետո երկրորդ, քարոզիչը պետք է իր ժամանակակից լսարանի փոխանցի աստվածաշնչյան տեքստի անժամկետ սկզբունքները ու հետևանքները, որովհետեւ ունգընտիրները կարողանան ճշգրիտ գիրառել։ Ուրեմն այստեղը բացատրությունը եւ երկրորդ գիրառումը գաբը, տեսնում եք ինչպես բացատրել է ետքը Աստծո խոսքը նրա համատեքստում, պետք է որ քարոզիչը իր լսարանին, իր ժամանակակից լսարանին փոխանցի այն սկզբունքները եւ հետևանքները, որ տեքստից վերգալված են, տեքստից վերցված են, որովհետեւ մեկը կարողանա ճշգրիտ կիրառել Աստծո ճշմարտությունը իրենց անձնական կյանքի անգամանքներում, դրանով իսկ փառք տալով Աստծուն քրիստոսանման գերբարափոխման միջոցով։ Թե անձնական կյանքում, թե անշուշտ իբր անցիկ եկեղեցիների մեջ ենք մենք, եկեղեցիներով միասին գարանք
դերը բարավորել։ Ուրեմն, եթե հարցնելու լավ եղբայրներ ջան, որ բացատրական քարոզը ինչ է, հետևյալը պետք է կարողանանք ասել եւ հասկանանք, եթե ամոթ չէ, չհասկացանք, հստակ չէ, խնդրում եմ ասեք։ Բացատրական քարոզը առնվազն, այո, ուրիշ բաներ ալ կան։ Պիտի խոսանք վաղը նրա մասին, մյուս օրը նրա մասին։ Ինչու որովհետեւ բացատրական քարոզը բարձրապես իմաստը բացատրելով եւ գիրառելով չի վերջանում, բայց սրանք գենսական են։ Սրանցը չես կարող խաղալ։ Մյուս բաները կարող է մի քիչ տարբեր գարասանել, ինչ որ պիտի խոսանք վաղ մյուս օրը, բայց սրանցը չես կարող խաղալ։ Այսինքն բացատրական քարոզ չի կարող լինել, եթե միայն բացատրություն կա եւ գիրառում չկա։ Գիրառում ասելով, այսինքն նրա տեքստի անժամգետ սկզբունքները եւ հետևանքները։ Մեկը պետք չի անպայման ասելու, որ օրինակ, եթե դու ավադացյալ ես, տեքստը խոսա օրինակ ելք 20-ից սուտ մի խոսար։ Եթե դու ավադացյալ սուտ պետք է խոսաս։ Մաշի դա գիրառում է, սխալ չէ, բայց միայն այդպիսով չէ գիրառումը, սկզբունքները մատնանշելով եւ հետևանքները մատնանշելով տեքստի։ Ինչու երբեմն աստվածաշնչյան վարդապետական հետևանքներ կան, օրինակ եթե մեկը չաբաշխարի դժոխքի արծը գա, սա վարդապետական հետևանք է։ Ոնց պիտի ադիգա գիրարես։ Մենք շատ էշտ է ասելը, որ ները իրար, սուտ մի խոսիր, աս մի արա, հավաս ոնց կարաս գիրարել դժոխ մի գնալը։ Տեքստի համացան։ Եթե չաբաշխարես դժոխ պիտի գնաս, տեքստ ասի հետևանք է։ Նրա համար եմ որ ասում հետևանքներ, սկզբունքներ, ինչպես հոգեորապես ապրելու եւ այլն։ Ուրեմն, աս երկու հիմնական բաներն են եղբայրներ ջան, գետերը։ Որպես սահմանում բացատրական քարոզը Սուրբ Գրքի տեքստի իմաստը, սկզբնական իմաստը մեկնաբանումն է եւ նրա գիրառումը։ Այդ լսարանին, առաջին լսարանին, որ Արաքյալը խոսի նրա, ուրեմն էլի ասելով բացատրական քարոզը ցանկացած տեքստի իմաստի մեկնաբանումն է, սկզբնական լսարանի լույսի ներքո, ըստ այս համատեքստերուն համացայն, ինչ որ ասեցինք, սկզբնական լսարանի հետ կապ ունի, եւ նրա գիրառումը հետևանքներով միասին, սկզբունքներով միասին, որ ոնց մենք պիտի ապրենք Քրիստոսի փառքի համար։ Այսինքն դարբեր ծևերով գարանք տնել եղբայրին, ինչպես ասեցի, սա իմ, ասենք, սահմանումս է, սա չի նշանակում, որ գադարյալ է կամ սրանից լավը չի կա, բայց ամենահիմնական երկու բաները այստեղ են, ինչ որ ամեն տեսակի, ասենք, բացատրական քարոզ դվողները, քրողները համաձայն են սրա, որ բացատրությունը տեքստի սկզբնական իմաստի եւ նրա անժամգետ կիրառումը այսօրվա համար։ Այո, այդ անժամգետ կիրառումը պետք է հասկացվի, այդ անժամգետ ճշմարտությունը կամրջելով այնադենվա լսարանի եւ մեզ այսօրվա լսարանի համացան։ Այդ կամրջելը կարեւոր է, որ չլինի, որ այն օրը Արաքյալը ասեց, որ ասանք պետք է անեք, մեզ հետ ինչ կապ ունի, զորօրինակ, եթե այն օրը Արաքյալները, ինչպես որ մենք գիտենք, որբևարիներ կային հելենացիների, եբրայեցիների միջև կորսկվեցում, օքեյ, մեզ հետ ինչ կապ ունի սա, այսօր մենք հելենացի որբևարիներ չունենք, ոչ արիա որբևարիներ ունենք, ոնց կարանք կամուրջել այդ ճշմարտությունը այսօրվա այդ որբեսի կարանք կիրառել հոգին, սկզբունքը այդ տեքստի եւ նրա հետևանքները անշուշտ շիդակ կիրառելով հասկանանք ինչպես ապրել մեր կյանքը Քրիստոսի փառքի համար, որովհետեւ գերբարանափոխվենք դիրոջ շնորհով Քրիստոսի նմանվենք։ Սա է հիմնական առումով հիմա դե ինչ որ ցանես այն էլ կընտրես, որը հետևանքը բերես։ Ադա կարելի այդպես ասել, հիմա հատվածներ կան, համարներ կան Սուրբ Գրքում, որ ուղագի գիրառելի են, ոչ թե միայն իմաստը ըստակ է, ուղագի գիրառելի ենալ միևնույն ադեն, բայց ուրիշ շատ հատվածներ կա Սուրբ Գրքում, համարներ, մասեր, որ մենք գիտենք, որ առաջին ակնարկով չեն կարող ըստակ տենալ նրա մեկնաբանությունը իմաստը ինչ է, այն ադենվա համար եւ բոլոր ժամանակների համար, ժամանակագից, այսինքն մեզի համար էլ, որովհետեւ մենք հասկանանք այդ կամուրջը հաստատելով, ոնց մենք պիտի իմանք կիրառենք սա այսօր։ Ուղղակի կիրառումը չկան, մենք շնությունները որ ցանկանան Հիմա հա, գիրար, այո, իբա եթե մեկը Մատթեոս 5-ից օրինակ քարոզում է, այնտեղը դարբեր պիտի լինի, բայց մեկը եթե ելք 20-ից քարոզում է, ինչու ելք 20-ը շնություն մի արագ ասե։
Մատթեոս 5-ը դեր գրված չէ։ Դու այնտեղը ադի խոսելով գարաս դու ագնարգանել Մատթեոս 5-ի, բայց քու բուն տեքստը այնտեղը երկսանն է։ Եվ գերարումը այդպեսով գարասանը, որ այո, շնությունը սրտի մեջ է գարա լինել, ոչ թե միայն ֆիզիկական առումով։ Ուրեմն սա հագիրճ կերպով ասելով բանն է, սահմանումն է։ Հիմա քարոզներու առումով, այստեղ եղբայրներ ջան, դարբեր քարոզներ, անգլերենով ունեմ, բարձրապես վրայեմ բիդե անցնեմ, հիմա պետք չունեք սա, բանը, միան ինձ հետևեցեք, եւ ամենը բիտ չի գարտամ, նայեցեք, միան բացատրական քարոզ կամ թեմատիկ քարոզ չկա։ Դարբեր քարոզի տեսակներ կան, այստեղ արագ միան խոսամ մի քանի հատի մասին, տեքստային քարոզներ կան։ Տեքստային քարոզը եւ ամենա 3 գլխավորները տեքստային, թեմատիկ եւ բացատրականն են, որ սովորաբար քարոզիչները նրանք կանեն։ Հիմա թեմատիկը գիտեք, թեմա վերցնես եւ խոսաս, դարբեր հատվածներ օգտագործելով Սուրբ գրքից։ Բայց անպայման չէ, որ թեմատիկ քարոզի մեջ եւ սա վտանգն է թեմատիկ քարոզին, որ համատեքստը քրական, պատմական, աշխարհակրական, գերականական այդ բոլորը կարող է անդեսվեն քիչով կամ շատով։ Նրա համար է, որ գասենք բացատրական քարոզը, որ expository sermons քարոզներ, expository, բացատրական, էքսպոզիցիական քարոզը, նա է, որ անշուշտ ինչ որ մենք հիմա միասին խոսում ենք։ Հիմա տեքստայինը դարբերությունը ինչ է տեքստայինի եւ թեմատիկի, հիմա աստեղը թեմատիկ եւ topical բետ չունեք այդ զանազանությունը։ Մասիկա բարձր ինտերնետեն կդա, որբեսի սահմանում մի քանի հատ միան արագ որ գենտրոնացումս բացատրական քարոզն է։ Եվ ես չեմ գնում եղբայրներ ջան այդ խորքը, որ ասեմ, ինչու համար թեմատիկ բետ չանենք, ինչու համար տեքստային բետ չանենք, ինչու համար պատմականը բետ չանենք, գենսակրականը բետ Այսինքն ոնց որ արավել գոմեր եւ նվազ գոմեր, ադոնց մասին չի խոսամ։ Ավելի միան բացատրական քարոզի վրա պիտի կենտրոնանամ, որովհետեւ հավատում եմ, որ բացատրական քարոզը ոչ թե միան լավակույն մոդեցումն է, ապա լավակույն քարոզ է եւ միակն է պետք է անենք։ Հիմա մեկը կարող ասել է, բայց թեմատիկը ինչ անենք եղբայրներ ջան։ Դիտեցեք մի քիչ հետքը։ Թեմատիկ բացատրական քարոզ ալգա։ Մի քիչ հետ պիտի խոսանք, հա։ Բացատրական մեջ վարժում ես, հա։ Պատմականի թե թեմատիկի մեջ ինքնիսկյան վարժված է։ Հա։ Ուրեմն, հիմա տեքստայինը, թեմատիկը գիտենք, դիմեք։ Տեքստայինը ինչ է։ Մի հատվածը համարը կամ համարի մասը կվերցնես, օրինակ, զորնակ եւ որ սուբքի կգասե թողություն ունենք նրա արյա միջոցով։ Միան այդ մասը, լման համարն ալ չի աս։ Թողություն ունենք նրա արյա միջոցով։ Okay։ Սա ադի այդ մասը եւ այդ մասը կվերցնե քարոզիչը եւ թեմատիկի նման քարոզը ուրիշ հատվածներ մեջ բերելով գամալ մնալով ավելի այդ հատվածի վրա։ Ավելի խոսիլ մեկ ռեդորական ցիրկ պետք է ունենա, որ աճապը խոսի, աճապ երկար գեժ ժամը միան այդ մասին վրա, բայց անցիկա որ կարող են, անցիկա բան չէ, բայց տեքստայինի եւ թեմատիկի միջևը դարբերությունն է, որ տեքստայինը ավելի փոքր մաս կառնե, մի համար կառնե, գես համար մը կառնե եւ նրա վրա կենտրոնանա։ Եվ էլի գնա իդ կայ։ Մեկը գարձե ասել, բայց հովիկ ադիկա բացատրական քարոզի բես չէ, որ մի համարի վրա կենտրոնացած է կամ գես համարի վրա ոչ։ Եթե համատեքստը չի հաստատում, փաստողնումա շատ բաներ իմ եղբայրներ ջան նրա համար ասում եմ, որ տերեգամի եթե մեկ էլի կոնֆերանս մանենք, մի քիրք մառնենք, սերդենք միասին, այս բոլոր բաները անդեղը մեզի անգամներ ու անգամներ մեր արժեվի պիտի կան, որ եթե պիտի մենք նայենք մենք մեզի, որ եթե այո միան աս մասը առնեմ, հասկանում եմ Հիսուսի արյան փրկություն ունենք, բայց էլի ուրիշ ինչ ասում է շրջագայքը, գաբի ինչ է այդ մյուս ասածին Հիսուսի արյան հետը, ինչու համար առաքյալ արդայություն օգտագործումը, այդ բաները միայն գալիս են համատեքստից, բայց թեմատիկ մոդեցումը գիտենք, դարբեր հատվածներ այդ մի թեմայի վրա կենտրոնանալով, բայց տեքստայինը մի տեքստ, գես համար, ես կարող է երկու համար լինի, բայց իր կենտրոնացումը միայն հոն է, բայց դիտեցնենք եղբայրներ ջան, բացատրական քարոզի բարակային, բացատրական քարոզը մեջ գեներարել արդեն դարբեր համարներու օգտագործումը, բացատրական քարոզը միայն իր տեքստի մեջ չի մնում, ադի բացատրական քարոզ գադարել աբես չենք կարող գոչել։ Եթե մեկը զորնակ մի հատված վերցած է, եւ մի հատվածի մեջ կմնա։ Սուրբքը սուրբքով մեկնաբանվի։ Հիմա օրինակ Ջան Մակարթեր եղբայրը իր բանով եւ ուրիշ եղբայրները նմանապես մի տեքստ կվերցնե եւ մի տեքստը միայն հոն չի մնում։ Դարբեր համարներու գնում է։ Թեմատիկ կերպով,
որովհետեւ ցուցաբերե որ ինչ որ այնտեղ նշված է բոլոր սուրբ գրքի մեջ այդ թեման անում է եւ այդ գաբերը կհաստատե ինքը ոմանք ժամանակին գիտեմ ինձ ասած են բայց շատ երկար կարոզում է ինչու պետք է գնա այնտեղ արդեն տեքստը կարոզում է ինչու ուրիշ համարները բայց բացատրական կարոզ չի լինում եթե միայն մի հատվածի վրա մնում ես եւ խոսում ես այդ մի հատվածի վրա ուրիշ համարներից մեջբերումներ չես անում որ ցույց տաս որ այդ ճշմարտությունները ուրիշ տեղեր է սուրբ գիրքը այդ ճշմարտությունու մասին կխոսան բացատրական կարոզի իրական բացատրական կարոզը ադե մոդեցումը տեքստայինը ինքը միայն կգենտրոնանա այդ իր հատվածին թեմատիկն մյուսը գանե առանց իր հատվածին կենտրոնանալու հաբա դարբեր համատեքստերը ասենք անդեսելով դարբեր թեմաները այդ մեկ թեման ասենք դարբեր համարներից կխոսա հիմա բատմական կարոզներ կան բատմական ասելով բամություններով է սուբկրային բամություններ արագներ նույնիսկ աստեղ օրինակ հոգևոր այսին ճշմարտություններ սովորեցնելու համար ինչու որ բամություններ կան սուրբ արագները բամություններ են գամ ասենք 5 դագարանյան շատ մտեղերը բամություններ են սո ադալ կարոզիցև է եւ կան անցիկ կսիրեն այդպես անել բամություններով սուբկրային տեքստի բամություններով ես մարդկային բամություններ չեմ խոսում հիմա բացատրական կարոզի մասին պիտի խոսանք ինչպես ասեցինք բացատրական կարոզի հիմքը ցանկացած տեքստի 1 համար 2 համար 10 համար ինչ որ է նրա իմաստը բացադրելն է ըստ նախնական լսարանին ինչպես ուղված էր եւ գամրջելն է այդ իմաստը ժամանակագից լսարանի հետ ումի մենք կարոզում ենք որբեսի կարողանանք տեքստի համացան կիրառումներ ներկայացնել հետևանքներ ներկայացնել ժողովրդին ոնց պետք է ապրեն Քրիստոսի բարքի համար գամ գա ասենք թե biographical այսինքն բնութագրային կարոզներ օրինակ դու օրինակ կարոզես Հովսեփի նկարագրային կարոզներ Դավիթի նկարագիրը, օրինակ Սողոմոնի նկարագիրը, Մովսեսի նկարագիրը, կարոզաշար կան, ես չեմ ասում սխալ է եղբայրներ ջան։ Ես միայն ներկայացնում եմ տարբեր կարոզի մոդեցումները։ Հետո ավետարանչական կարոզներ կան։ Գիտենք ինչա, բայց չունեմ ավելի խոսելու սրա մասին։ Եվ կարևոր է կամ փորձարական կարոզներ կան, մեկ իր փորձից բամություններ, վկայություններ, որ ասիկա շատ լավ բան չէ, որովհետև ինչու անձնական փորձառություններով մեկը խոսա, սա լավ կարոզի տեսակ չէ։ Հետո գա բատմական ասելով ոչ է սուբկրային բատմական ասելով քրիստոնեական բատմության հետ կապ ունեցող անձնավորություններու, իրադարձություններու անցիկա որ այդպես կսիրեն անել եւ նրա մեջն էլ արժեք կա։ Բայց այս բոլոր եղբայրները բացատրական կարոզի մեջ կարան ներառվել։ Ինչու որ բատմական բաները մենք կարանք իբր պատկերազարդումներ, նկարազարդումներ օգտագործել մեր բացատրական կարոզների մեջ։ Հետո կա վերջինն էլ սա ասեմ եւ անգետ կշարունակենք համարարամար կարոզ։ Համարարամար կարոզը ուշադրություն անում եք բացատրական կարոզից տարբեր է։ Ինչու որովհետեւ երբեմն կան եղբայրներ կարծում են որ ես գասես իրեն դու բացատրական կարոզ անում ես ես համարարամար կարոզում եմ ասո խոսքը համարարամար կարոզը ասել չէ բացատրական կարոզ է։ Ասի ստակ պետք է անենք։ Մեկը գարա համարամար կարոզել սուրբ գիրքը, բայց սա չի նշանակում որ բացատրական կարոզ է։ Չի նշանակում սա։ Ինչու բացատրական կարոզը պետք է որ այդ տեքստի նախնական լսարանի համացան իմաստը դրվի։ Կողմնորոշես իմաստը ինչ է։ Սկսյալ այնտեղից սա նվազագույնն է որ պետք է անե մեկը եւ նրա գաբը հաստատե այսօրվա լսարանի հետ աճշմարտությունը ոնց փոխանցվում է մեզ եւ նրա գերարումը կամ գերարումները։ Սա ամենահիմնականն է, ամենանվազագույնը որ պետք ունենք, որովհետեւ ասենք որ ես բացատրական կարոզ դարձի։ Չէ՞ ոչ համար եթե ընթանաս, ես առաջին գլխից սկսա, մինչև վերջին գլուխը վերջացրեցի։ Okay։ Եթե օրինակ սկսես առաջին համարից մեկ գրքի մեջ սուրբ գրքերից սկսես, փաստորեցիր օրինակ դարեթիվը ումի կրված է, ինչ ասենք աշխարհակրական իրադարձություններ կար այնադեն որ բամության հետ կապ ունի բայց համարաբար կարոզեցիր համարաբար մեջից անցար համարաբար մեջից անցնելը բացատրական կարոզ չէ բարձրապես համարաբար ընթանում ես ոնց որ առանց նպատակի խոսում ես ինչ որ տեսնում ես այդ ճշմարտություններով վրա բայց գրքի կառուցվածքը գրքի իմաստը ինչու գրված է այդ գիրքը այդ բոլոր բաները նրանց տեղ ունեն Այդ բոլորը նրանց դեղ ունեն։ Հիմա բացատրական կարոզի դարբերակներու մասին պիտի խոսանք։ Բացատրական կարոզի
դարբերակներու մասին մի խոսանք։ Տեսակները առնվազն կոնե 5 գլխավոր տեսակներ ունենք։ Հիմա դիմեք ինչ որ մենք ասենք հաջորդական բացատրական կարոզ։ Հաջորդական բացատրական կարոզ եւ սովորաբար մենք սրա մասին խոսում ենք, երբ բացատրական կարոզ գասենք։ Սովորաբար գասեմ, չեմ ասում ադի այդպես է, բայց սովորաբար գասեմ։ Ինչու որովհետեւ շաբաթ մեկը կսկսի օրինակ խոսել առաջին գլուխ, առաջին համարից մինչև 5-րդ համարը, շաբաթ ամիս, մինչև որ անշուշտ գիրքը վերջանա։ Սա մի մոդեցում է բացատրական կարոզի։ Այդ հաջորդական բացատրական կարոզը որ գասենք, սա համար է, բայց համար կարոզելը եւ բացատրական հաջորդական համար կարոզելը երկու տարբեր բան է, ինչ որ արդեն խոսեցանք։ Հիմա ինչու համար կարևոր է սա, որ բացատրական կարոզը մեզ ցույց կտա ինչպես որ Աստված իր խոսքը գրած է, ինչպես Տերը ներկայացած է իր խոսքը։ Հերթականությունը կա Սուրբ գրքում։ Աստված ինչու համար այդպեսով մեզի ներկայացած է։ Օրինակ եթե Հովհաննես 1:1-ը նայենք սկիզբենը բանը Ազոկով էր, բանը Աստված էր, սկիզբենը Աստծով էր, այդ բոլորը որ նայենք, ինչու Աստված այդ հերթականությունով մեզի ներկայացած է։ Այդ հաջորդական հերթական մոդեցումը եւ որ մենք քարոզապանության միջոցով այս հաջորդական բացատրական կարոզի միջոցով մենք մեր ժողովրդի ներկայացում ենք, մենք ասում ենք, որ մենք խոսում ենք մեր փորձով, մեր օրինագով, ինչպես որ Տերը խոսած։ Նրա համար է որ բացատրական կարոզը ամեն լավակույնն է։ Հիմա եթե թեմատիկ անես օրինակ, կամ տեքստային անես, սա չի նշանակում որ դու դրսից բամը բերում ես, Տեր ազոխոսքից է։ Այդ հատվածները, համարները, ինչ։ Բայց երբ բացատրական կարոզի այս հաջորդական մոդեցումով մոդիկանում ես, ինչպես որ Սուրբ Գիրքը Տերը ինքը ներշնչեց, դու այդպես ռամցնում ես քո ժողովրդին։ Սա ոնց որ այդ կարևոր մասերից մեկն է, որ պետք է նկատի ունենք, թե ինչու համար բացատրական կարոզը լավ է որդեգրելը եւ անգեսելու համար պետք է սա միակ ցևը լինի մեր կարոզապանության։ Ինչու որ դու ասեցի չէ, բացատրական կարոզի մեջ թեմատիկը արդեն ներկա է։ Թեմատիկը ներկա է, լիքը թեմաներ կան, լիքը համարներ գնում ես գալիս ես, բայց ինչ է ամեն մեկի իր համատեքստի համացան պետք է ներկայացնես եւ սրա մասին պիտի խոսանք։ Եվ հիմա ուրիշ բանը որ կարևոր է, եւ բացատրական կարոզ գանես այս ցևով, հաջորդական ցևով Աստուծո ժողովուրդը սնուցանելու համար սա լավագույն ցևն է, որովհետեւ Աստծո բոլոր խորհուրդը, ինչպես Բողոս 20 գլխի մեջ կորս կարակելոցում ասում է, Աստծո բոլոր խորհուրդը տալիս է, շաբաթ, ամիս այդպիսով։ Սա լավ մոդեցում է։ Հիմա բաժարներու մասին ավելի կխոսանք դերը գամի վաղը, ուրիշ անշուշտ մի բաժար մնալ գա, որ եւ բացատրական այս ցևով մոդիգանաս հաջորդական ցևով դու իբր կարոզիչ ժողովրդին սովորեցնում ես ազոխոսքը, ես իբր լսողներից ինչպես ես պիտի ուսումնասիրեմ իմ տանը մեջ։ Շաբաթ եւ որ ովիվ եղբայրը ինքը բացատրական այս հաջորդական մոդեցումով ինձ սովորեցնում է, ես կամաց կսկսեմ հասկանալ ինչպես ես պետք է ուսումնասիրեմ ազոխոսքը իմ տան մեջ, իմ մենիկ բահում։ Ինչու նրա օրինագից ես սովորում եմ, ոնց պիտի ուրեմն մեկնաբանեմ, գիրառեմ, ինչպես պետք է գարտամ, ինչպես պետք է հասկանամ, դիդարգումներս անեմ, այս բոլորը հաջորդական բացատրական կարոզից մաս են եւ այդ մոդեցումը մեզ կօգնի որբեսի հասկանանք։ Հետո ուրիշ բանը անշուշտ ժամանակի առումով բացատրական կարոզիչը Դավիթ եղբայրը օրինակ խնդրեմ չունի եւ որ գիտե որ հաջորդ շաբաթ պիտի կարոզե որ տեքստի վրա կորս կարակելոցից 16 դեր 16-ում է 16 տարի եղավ դեր 16 ինքը գիտի որովհետեւ այդ խնդիրը չունի որ շաբաթ երեկոյան վերջին րոպեին որոշե ես դեռ չեմ որոշած այս շաբաթ ես աստեղ մի անգամից մեկը հիվանդանոց գնաց պետք է այցելեի 7 ժամ այնտեղ էի հետո պետք է խորտադվություն ունենա ինչու որ աս մարտի գնկա այդ խնդիր ունի հետո պետք է ասանե պետք է անենի անագնկալները հոգեոր զարաության մեջ եղբայրներ ջան դու գիտեք շատ են դու ծրագրում ես քո շաբաթը բայց
Ես ալ խոստովանում եմ, երբեմն ադեներ կլինի, որ շաբաթ ուշ ադեն գարամ վերջացնել իմ աշխատանքս, հաջորդ օրվա քարոզը։ Ես չեմ ասում, որ չի կարելի այդպես պատահի երբեմն, բայց երբեմն ինչ կպատահի, եթե մենք իբր քարոզիչներ, մենք արդեն իսկ այս բոլորը մենք չենք մտածած սկզբից, չենք պլանավորած եւ 5 շաբթի ուրբաթ ասանք սպառվածության երեսից, ծառայության նկատմամբ, շաբաթ օրը ասավ, տակավին չգիտեմ ինչ տեքստ, ով այստեղը մեր միջից, երբ բացատրական քարոզով չի ըրած, մի քանի ժամ դված է առնվազն, մինչև որ գրծած է որոշել ինչ տեքստ պիտի քարոզե գիրակի օրը։ Ես տեքստ վերն է, որը անցած է մետեղից։ Եվ որ բացատրական ժամանակին, եւ բացատրական քարոզի մոտ ինչ թեմա պիտի քարոզես, սկսես մտածել, այդ թեման, մյուս թեման, եւ որ բացատրական քարոզը կա, գիտես որ կա շաբաթ, ուզես կամ չուզես, դու պետք է պատրաստ ես այդ տեքստի հետ զբաղվելու։ Եվ ժողովուրդն էլ պատրաստ կլինեն, գիտեն որ հովիվ եղբայրը ինք այս տեքստը պիտի քարոզե կա շաբաթ։ Բախոս չկա։ Իհարկե, երբեմն զադիկ է, ծնունդ է, մայրեր օր է, հայրեր օր է, ասյան է, այդ բոլորը պիտի լինեն։ Եվ լավ է, մի քիչ փոփոխություն լինի մեր մոդեցման մեջ։ Թող չի լինի, որ մեկ ասա, ես սկսեցի Եսայի մարգարեություն 66 գիրք պիտի քարոզեմ, մինչև որ ամենը վերջանա։ Քանի տարի կառնե, գիտես։ Երկար ժամանակ կառնե։ So պետք է նկատի ունենանք, որ ծնունդ գալիս է օրինակ, օքեյ, ծնունդի առումով պատկամը, բացատրական մոդեցումով խնդիր չէ։ Մի քիչ փոփոխություն կլինի, ժողովուրդն շունչ կկաշի։ Նրանց համար լավ է սա։ Հետո երբ գիրք քարոզես, իբրովիվ նկատի ունենաս, որ ինչպես աստեղը այս գրքում այս եղբայրը գասե, իբրովիվներ մենք երբեք քարոզներից պիտի, այսինքն բագաս չգտնենք մենք մեզ, միշտ պիտի ունենանք քարոզներ քարոզելու։ Գիտես որ այս գիրքը սկսար պիտի վերջացնես։ Հետո շատ մոհովիվներ, որոնք բացատրական քարոզի մոդեցումով չեն անում նրանց քարոզը, շաբաթ, 2 տարի, 3 տարի, 5 տարի ուրիշ բան չունեն քարոզելու։ Ուրիշ տեղ գնում են հետո, նույն քարոզները սկսում են էլի։ Ես չեմ ասում սխալ է, բայց որտեղ արդեն իսկ դալիկնին դվին չկա ուրիշ բան դալ ժողովրդին։ Նույն թեմաները, որ նրանց սրտի վրա ծանրաբերված էր, այդ թեմաները, խոսեցան նրանց մասին։ Ուրիշ քարոզ չմնաց։ Դարիներ առաջ գիտեմ, սիրելի եղբայր էր, ինք տարվա ընթացքում նույն թեմաները դարբեր ծևերով քարոզում էր, հավատ, քույս, սեր, ասա, բայց սուրկրքում լիքը ուրիշ բաներ կա։ Բացատրական քարոզի որ մեկը գանե, բաներ գլսե որ ցանկիտ մեջ կարելի է որ ես լսած չէ, ադի եթե օրինակ այդ ցանկացած գիրքը կարծած չես տակավին։ Նորամադացիալ կարա լինել, որ սուբքի կլման զարեզար կարծած չէ, եւ եղբայրը բամը բացատրական քարոզիչը, բամը գասե, աս նորամադացիալը գասե, կարող է շատ հետաքրքիր գտնե, կամ կարող է ցածրացիչ գտնե։ Գախում ունի իր հոգևոր աճի նկատմամբ։ Բայց կարևորը որ բացատրական քարոզիչը Բողոս Արաքյալի պես ազո խոսքը սորվեցնելու հագամետ լինի եւ չխուսափի։ Բոլոր ազո խոսքը ինչ որ պետք ունի, ինչ որ կորց 20-ի մեջ ասեց, ազո բոլոր խորհուրդը դամցեց։ Դվեցից ես ասեց, ամբարդեմ ասեց բոլորի արյունից։ Հիմա մենք չենք ասում որ Բողոս Արաքյալը ծնունդոցից սկսա մինչև Մաղաքյակիրքը բոլորը քարոզեց եւ վերջ։ Չէ, պետք եղածը դվեց։ Եվ բացատրական քարոզի մոդեցումը ադե խորհուրդը որ երբ մեր դիետան, պատկերացեք եղբայրներ ջան, եթե բոլոր օրը զոր օրինակ գանանչի ուտեինք, այսինքն մի խոսքով մենք հայ չենք լինում։ Մենք սիրում ենք միսը, հա? Իհարկե, խորովածը, քյաբաբը եւ այլն, խաշը, այսինքն մեր դիետան պետք է չափավորված լինի, ինչպես? Հիմա ադի ուրիշ թեմա է։ Բայց եղբայրը անգերձ է, ասնիվ է։ Սա անշուշտ բացատրական քարոզի այդ մոդեցումն է։ Հիմա ուրիշ հաջորդական բացատրական քարոզը, որ սովորաբար մենք այդպես կանենք, որովհետև ինչպես ասեցի, Սուրբ Գրքի մոդեցումը ներշնչված ազոխոսք ինչպես տրված է մեզ, մենք այդ մոդեցումը որդեգրենք,
եւ այդպես կներկայացնենք ժողովրդին շաբաթ սա այդ դրամապանության մեջն է որ ինչու համար մենք այդպես կանենք հետո գա ուրիշ տարբերակը հատվածային բացատրական կարոզ հատվածային բացատրական կարոզ որ հատվածային ասենք ասիկն մասնային ասեմ որոշ մաս կվերցնես հատված կվերցնես եւ նրա մասին կխոսաս հիմա սա սխալ չէ բայց սրա ասենք թերիգոմը ինչ է եթե կարոզիչը բաց տողն է օրինակ ձեզի կսպասեմ հիմա օրինակ տանք հատվածային եթե ասենք 5000-ից Okay հիմա եթե 5000-ի գերակման մասին մեկ հատվածը վերցեցի խոսեցար Okay հատված է բայց հիմա ուրգից հատվածը սկսում է ուրգից վերջանում է 5000-ը տյուրին է բամությունը գիտես բայց մենք գիտենք որ 5000-ի գերակման նկատմամբ որոշ համատեքստ կա հետո հիշում եք մենք խոսեցանք միասին օրինակ Փարիս համարացված արագը Ղուգաս 10-ը 30 ամառից սկսում է, չէ՞ 25 ամառից սկսում է։ 30 ամառից սովորաբար մարդիկ այդպես կարոզում են։ Եվ մարդ կար, որ ասանք իջավ Երիկով եւ այլ Երուսաղեմից Երիկով գնաց եւ ճամփան ավազակները, բայց հատվածը այնտեղ չի սկսում։ 10-25-ում համատեքստը սկսում է, քրական համատեքստը, մեկը եկավ Հիսուսի ասեց, որ ինչպես հավիտենական կյանքը ժառանգեմ։ Ինչ գիտես, բադվիրանները, Աստված սիրեն գերդ սիրիր, լավ, Աստված սիրի գիտենք, ինչու մյուսը ասեց, ով այմ ընկերս, ինչու որ Աստված սիրալը թյուրին է, ասելը, մեկը չի տեսնում, ուրգից ես գիտեմ, որ դու ճշմարիտ Աստված սիրում ես կամ ոչ, կամ ուրգից դու գիտես, որ ես ճշմարիտ Տերը սիրում եմ կամ ոչ, բայց ընկերը, օքեյ, Տերը իրեն բացատրեց, ինչպեսի կարաս գիտնալ, որ դու ճշմարտապես ընկերդ սիրում ես։ Սա է հավիտենական կյանքի մասին է հատվածը, եթե միայն հատվածը վերցնես այո, այդ համատեքստի բաց թողնումը կարաս անել։ Կարաս այսինքն մի խոսքով շփոթվել սրա վրայով։ Եվ հիմա զորնակ կարաս հատվածային եւ որ գասենք, մեկը կարա օրինակ լերան կարոզը վերցնե։ 3 գլուխ հատված է։ Գա մեկը կարա օրինակ հատվածային առումով Հովանես 13-ից 17-ը վերցնե, Հիսուսի վերջին մի քանի ժամերը։ Առաջ որ ինքը խաչվելու գնաց ներառյալ իր մեծ քահանայական աղոթքը Հովանես 17-ում գա մեկը գարա օրինակ վերցնել այդ հատվածները որ կորս կարակելոցում սուբկի կխոսա Սուրբ օգու կալը կամ դրվիլը հատվածներ հիմա ասպոլորը լավ են եւ սխալ չի անելը բայց անշուշտ միշտ պետք է նկատի ունենանք այդ համատեքստի հարցը քրագանը, կերականագանը, մշակութային աշխարհակրականը, պատմականը, որբեսի բաց չթողնենք ոյն բան, ինչու որ մեգուսացնելով ոյ մի սուրբ քրքից դու վերցնում ես, ինչպես? Սահմանափակում ես եւ եթե ուշադրություն չանես նրա ասենք այդ տեքստի համատեքստը գարա սխալ ճամփաներու մեջ ընկնել, բայց էսալ այսին լավ մոդեցում է, ինչու որ երբեմն կա ոմանք որ որոշ մաս մը գվերցնեն որոշ քրքից չեն ուզում օրինակ լրիվ գիրքը կարոզել ուզում են օքեյ 1 Կորինթացիների 13 օրինակ սիրո գլուխը ասելով նրա մասին խոսա բայց մենք գիտենք որ սիրո գլուխը 12 եւ 14-ի հետ կապ ունի որ մեր օքեյոր բարգեւները օգտագործման նկատմամբ եթե սեր չունենամ իմաստ չունի իմ ծառայությունս մեր բարգեւներու միջոցով սա է իր իմաստը ուրեմն նրա համար է որ շատ անգամ սիրո մասին գլսես ամուսնության համատեքստով, չէ՞։ Եվ երբեք չես խոսում հոգեոր բարգեւներ սեր, հա հասկանում ենք եղբայրներ ջան, ամուսնության մեջ ադեպի չի խոսանք, բայց այդ տեքստը այդպես ընտրելով սխալ էքսպոզիցիա է սա։ Սխալ մեկնաբանություն է։ Բացի եթե քոնե 1-2 բան ասելիքդ ասես որ նայ սրա համատեքստը գա, բայց մեր նպատակների համար մենք այստեղ միայն սիրո վրա կենտրոնանում ենք։ Վերջացավ։ Քոնե ասեցիր որ դու գիտես ինչ ասում ես որ ժողովուրդը չշփոթվի կարող է ժողովուրդը ասել հովիվը այդպես ասեց հիմա որ ինք ամուսնացնում եմ ես պիտի գնամ դու նկարտամ ինչ ասել ուզեց եւ որ ասեց սրա համատեքստը գա բայց միայն այսօր սիրո մասին պիտի կենտրոնանք իբր թեմա հիմա սա հատվածային բացատրական կարոզ մյուսը ներկայացուցչական բացատրական կարոզ այսինքն վերցնենք ներկայացուցիչ տեքստեր Եթե օրինակ լման ասենք հայտնությունը պիտի չկարոզենք, վերցնենք հայտնություն 2-3-ը։
իբր ներկայացուցիչ տեքստներ։ Կամ այդություն 19, 20, 21, 22 Քրիստոսի երկրորդ գալստից մինչև հավիտենականության այդ парքը, որ հավիտենականության մեջ պիտի ունենանք եւ այն։ So կամ մեկը ներկայացուցիչ տեքստեր, կամ օրինակ մեկը կարող է Սամոսներին գնա։ Սամոսների մեջ մենք գիտենք դարբեր Սամոսներ կան, պարապանական Սամոսներ կան, թագավորական Սամոսներ կան, Սամոսներ կան, որ մեղքի աղերսանք է, խնդրանք է, Սամոս 32:51 օրինակ, Սամոսներ կան, որ դիրոջ օգնությունը գանչում է, հա, Սամոսներ կան, որ դժնամիների թեմ դադաստան բանանում է, խոսում է Դարաստանի վրայով, այսինքն դարբեր Սամոսներ, մեկը գարա որպես ներկայացուցիչ կամ մեսիական Սամոսներ կան, մի քանի մեսիական Սամոսներից կարաս վերցնել եւ նրանց մասին խոսալ իբր ներկայացուցիչ Սամոսներ մեսիայի վրայով, սրանց կասենք ներկայացուցիչ բացատրական քարոզ։ Հիմա հարցը ինչ է, ամեն մեկ այս մոդեցման մեջ քարոզների եղբայրներ ջան, միշտ համատեքստի հարցը ներկա եւ արգա է պետք է օգտագործենք, չէ՞ այդ ներկայացուցչական կամ ներկայացուցիչ բացատրական քարոզը չի կարող բացատրական գոչվի, եթե բացատրական մոդեցումով չենք խոսում։ Սա շատ կարևոր է։ Հետո գենսակրական բացատրական քարոզ։ Էլի Հովանես Արաքյալի կյանքը, Բողոսի կյանքը, Հովանես Մկրտիչի կյանքը, Դավիթի կյանքը, Հովնատանի կյանքը, Հովսեփի կյանքը, Ծննդոց 38-ից 50, Սամսոնի կյանքը, հա, մի քանի գլուխ, այո, Հեպտայեն, ով որ լինի, գենսակրական բացատրական քարոզ, բայց էլի այդ հատվածները, որ կան նրա վրայով, ամեն մեկը պիտի բացատրական մոդեցումով, եւ էլի ասենք, պիտի գտնեմ սա եղբայրներ ջան, որպես իստակ լինի, բացատրական քարոզ ամենանվազագույնը, որ մեջը պետք է լինի, մեկնաբանել իմաստը այդ տեքստի, այդ հատվածի ինչպես որ ուղված մտադրված այդ առաջին նախնական լսարանին եւ նրա ճշմարտությունը գամրջել այսօրվա լսարանի համար, որբեսի նրա սկզբունքներով, հետևանքներով գարանք այդ կիրառումները անել մեր ժողովրդին, մեր լսարանին։ Եվ վերջինը այս մասում բացատրական քարոզչության դեսակների նկատմամբ թեմատիկ բացատրական քարոզ։ Հիմա մի քիչ սրա մասին ավելի խոսանք սա առումով։ Հիմա մեր եկեղեցիում, կենտրոն եկեղեցիում դիտմամբ թեմատիկ օրինակ բացատրական քարոզ արեցի աս վերջին քանի ամիսներու մեջ, երբ օրինակ փրկության վստահության մասին խոսում էի, թեման վերցրեցի փրկության վստահությունը մեկ Հովանեսի նման գիրքը չարեցի, հատվածներ վերցրեցի բացատրական մոդեցումով, բայց թեման միանշանակ է, փրկության վստահության նշաններ, սա էր թեմաս, բացատրական քարոզ են, բայց թեմատիկ բացատրական քարոզ է, սա մեկ տեսակ է թեմատիկ բացատրական քարոզի, հիմա, չէ, օրինակ առաջին գլուխ առաջին 5 ամառները արի, հետո առաջին գլուխ 6-ն 10 արի, հետո երկրորդ գլուխ, օրինակ առաջին 2 հատը չարի 3-ն 6 արի, հնազանդության վրա էր որովհետև, այդպիսով, ամենը 5 գլուխները չարեցի, հետո բացատրական հատվածայինի ու թեմատիկի ոնսորս բան աստացում էլի սիմբիոզ աստացում։ Հիմա թեմա գա աստեղը, թեմա գա, եւ որ թեմատիկ բացատրական կարծը, թեմա գա, որ ինքը գամախմբե, գավակի մնացած հատվածները եւ այդ թեման երևում է այդ մյուս հատվածների մեջ, մինչեւ այնտեղ որ դու չես ստիպում այդ թեման որ դու ոնց որ ստիպես որ այնտեղ գտնվի, եթե չկա։ Ես, հիմա դու կարաս օրինակ, եթե օրինակ դիրոջ արքայության մասին թեման օրինակ Մատթեոս ավետարանից կարաս առնել, արագներից։ Քանի արագներ կան, ներառյալ Մատթեոս 13-ում որ գարաս այդ արագներից վերցնել եւ դիրոջ արքայության մասին խոսալ, այսինքն ապաշխարության մասին խոսալ։ Թեման դիրոջ արքայությունն է, ապաշխարությունն է, ուրգից վերցված արագներից, բայց ամեն մի արագը դու բացատրական քարոզի մոդեցումը բացատրում ես եւ գիրառում ես այսօրվա համար։ Հետո ուրիշ բան, օրինակ վարդապետական թեմաներ։ Շատ հեշտ է վարդապետական թեմաներ եւ կարեւորը վարդապետական թեմաները այս մոդեցումով լինեն։ Ինչու՞։ Հիմա օրինակ դերգամի մի վարդապետական թեմայի շարք պատրաստում եմ շնորհած վարդապետություններու մասին մեր եկեղեցում ասած էին նրանց ամիսներ առաջ որ ասի ուզում եմ անալանել ինչու որովհետև
նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար 7 քարոզեր, 8 քարոզեր, չեմ հիշում, ազո գերիշխանության մասին խոսեց, սա թեմատիկ բացատրական մոդեցումով։ Եվ նույնը պիտի անեմ այդ մյուս քարոզաշարի, այնադեն ինչ կանես։ Օրինակ սեբենկտե, եթե մեղքի թեման պիտի խոսաս, որ մեկ մեղավոր ենք։ Կամ շնորհի թեման պիտի խոսաս։ Շնորհքը ինչ է ազո շնորհքը։ Ազո շնորհքի վրայով լիքը հատվածներ կան։ Պիտի ընտրես այդ վարդապետական թեմայի նկատմամբ, պիտի ընտրես այդ հատվածները, որ ամենաշատը, հստակը եւ ուժգին ծով խոսում են այդ թեմայի վրայով։ Եվ նրանք պիտի էքսպոզիցիա անես, բացադրես եւ գիրարես ժողովրդին։ Այո։ Լուկաս 24-27-ում։ Ինչ քարոզի մասին է խոսում։ Սա հիմա հաջորդ ամոս մասին է բերենք, սա համարներից մեջն է։ Հիսուս, չէ, հիմա ճիշտ հաջորդը, հիմա գախում ունի երբ վերջացնենք, կարող է որ ջաշից հետ կբիդանենք, որը մի քանի օրինակներ պիտի դամ։ Ղուկաս 4-ում Հիսուս արդեն ինք գխոսա մարգարեներից, Սամոսից, գիտես այդպեսով Այսին ինչ ըսավ, ինչ խոսեցավ, հիմա այնտեղը նայ Հիսուսի խոսածը այդ առաքյալներին անշուշտ այդպես ամբիոնից քարոզ չէր, բայց ինք կասե մեկնաբանեց կասե կրկերից իր մասին բացադրական քարոզի մոդեցում այնտեղը պիտի խոսանք սրա վրա չեմ ուզում առաջ գնալ բայց շնորհակալ եմ այո ուրեմն թեմատիկ քարոզի այդ վերադառնալը օրինակ մեկը կարող վերցնել օրինակ վերածնունդի նոր ծնունդի երկինքի ծնունդի մասին Հիմա երկինքի ծնունդի հատվածները անշուշտ նոր դագարանում կան եւ 5 դագարանում ագա գլխավոր հատվածները կվերցնես այն հատվածներից որ վերստին ծնունդի մասին կխոսա մի քանի հատված կառնես բացադրական քարոզի պես ամեն մեկը իր ղարքին իր համատեքստերի համացան կներկայացնես իմաստը կուտաս սկզբնական լսարանի համացան այսօրվա լսարանի համացան կգամրջես այդ իմաստի նշանակությունը այդ հավերժական իմաստի նշանակությունը եւ նրա գիրարումը կամ գիրարումները կանես կուլսարանին so բայց թեման մի թեմա է դարբեր հատվածներ ընդրածես որբեսի այդ թեմայի վրայով խոսաս որ ժողովուրդը տեսա որ ինչ է սուրբ գրքի ուսուցումը այդ թեմայի առնչությամբ սա ոնց որ այդ համագարկային աստվածապանության հետ կապ ունի ինչու որովհետեւ եթե վարդապետական բան անում ես դու պետք է որ ընդրես այդ կարևոր հատվածները որ խոսում են բացադրում են այդ թեման թեմատիկ քարոզ բացի որ խոսեցանք զուտ թեմատիկ քարոզը ոնց որ համապարփարը կփանաս աղոթել օքեյ աղոթել 50 հատ համար գա 50 հատի մեջ դու ոնց որ այդպես ընդրովի խոսում ես տարբեր համարներով վրա եւ դու քու ուրվակիցը կամ շրջակիցը դու անում ես ասելով որ աղոթքը գարիք ունենք, աղոթ պետք է անենք, աղոթքը երբ պետք է արեցվի, ինչու պետք է արեցվի, ինչպես պետք է արեցվի, որու համար պետք է արեցվի, ումի համար պետք է արեցվի, սա թեմատիկ մոդեցում է։ Ինչու համարները դու նայում ես արչևդ դրած ես այսպես, ինչու պետք է աղոթենք, երբ պետք է աղոթենք, որ Հիսուս աղոթում էր երեկոյան, առավոտյան եւ այլն, ոնց պետք է աղոթենք, համբերությամբ, արադեվությամբ, Ղուկաս 18-ի սկիզբը, գիտես Սա թեմատիկ մոդեցում է։ Ինչու որովհետև 1, 2 կամ նույնիսկ 10 համար լինի, կարևոր չէ, թեմատիկ մոդեցում է։ Ինչու լիք ուրիշ բաներ անդեսում ես։ Հիմա յետ վերադառնով թեմատիկ բացատրական քարոզին եղբայրներ ջան, սա էլ ասեմ։ Որոշ ադեններ կոնֆերանսներու մեջ, ինչու որ դեսած են այդ բաները։ Օրինակ մեր Մկարտի Հովական կոնֆերանսին եւ ուրիշ տեղեր ալ թեմատիկ բացատրական քարոզներ շատ կան են։ Հատվածներ կներկայացնեն, բայց սա չի նշանակում, որ հատվածի մեջ ամեն ինչ մանրագրգիծ ծևով նրանց մասին կխոսան, որովհետև իրենք թեմային վրա կեցած են, այդ թեման է, որ կմեկնաբանեն եւ գիրարեն, ուրիշ եթե գոմնագի ճշմարտություններ կա, այդ հատվածում վրային կանցնեն, ինչու որ նպատակը հիմա այդ թեմայի վրա կանգնելն է, բայց դու էլի գարաս թեմատիկ բացական կարոզով լման հատվածը համար արդայություն, կարևոր բառերը ամեն ինչ անել Ադի քեզ մեկ ախում ունի։ Երկու նա բացատրական կարոզ են, երկու նա թեմատիկ բացատրական կարոզ են, մեկը դարբեր ուղղություն ունի, մյուսը դարբեր ուղղություն ունի։ Ամբողջականը եթե լման տեքստը առնես, օրինակ եթե շարունակապար կարոզում ես նրա համար այս առաջինը, այդ առաջինը ավելի հեշտ է, ասիկա չեմ կարող կլիկ անել վրան։ Այո, ուրեմն հաջորդականը ամենալավագույնն է, ինչու որովհետև Սուրբ գրքի մեջ ոնց Տերը ներկայացած է իր խոսքը, նույնպես ներկայացնել Աստծո խոսքը մեր լսարանին։ Նույնպես։
Հա, այո։ Իսկ հաջորդականի ժամանակ հնարավոր է ժողովուրդը ինչ որ խնդիր ունի, որ այս պահին պետք է ինչ որ այդ հարցի պատասխան տա։ Եղբայրս ասեցի չէ, եթե ծնունդ է, զադիգ է, հա, այո, եթե կարևոր թեմա մգա, որ պետք է արձարծվի, Ոգևոր կարիք է։ հա, այո, նա էլ կարող ես բացատրական քարոզի մոդեցումով անել ներկայացնել ժողովրդի կարիքը եւ ուրիշ համարներ, որ գաբ ունին քո այդ բացատրական քարոզի մայր թեմայի հետ, օրինակ, եթե օրինակ շնության հարցը կարելի եծում, զորոնակ կասեմ, ես չեմ ասում, որ օրինակ, դու օրինակ Արթուր եղբայրչաք ինչ ասես Մատթեոս 5-ից, սրդի մեջ շնություն կարող է մեկ այդ տեքստի գնալ, եթե գաբը նրա հետ էր, ինչու որովհետև կարող է մեկը գին ունի, բայց միշտ աչքերը դուրսերն է, օրինակ, նույնիսկ եթե ֆիզիկապես մեղ չէ գործում, բայց միշտ աչքերը դուրսերն է, սրա մասին հովիվը լուր ունի, ինքը իր բարդականությունն է դիրոջ իմաստության համացան, երբ պիտի դա այդպեսի պատկամը, գամ պետք է արտիմագայ է, այդ անցին զադից, գամ ժողովրդի խոսա, գամ եթե դեսնես ժողովրդի մեջ երկու քաղաքապարներ կան, մեկը ասում է խնդիր չի անի, մյուսը ասում է չէ խնդիր է անի, օքեյ, ինչ պիտի անես այն adin։ So, բացատական քարոզի մոդեցումով այդ հատվածը վերցնես բացատական քարոզի, քան թե դարբեր համարներ ցածկես անգաբ շնության մասին խոսած։ Էլի չեմ ասում որ ազոքին չի կարող իր խոսքը օգտագործի, բայց մենք ուզում ենք մեր ժողովրդին լավագույն կերակուրը տալ։ Հիմա մի բան է եթե մեկը ամեն օր օրինակ ասեմ 4 հաց ուտե, ուր մեկը եթե ամեն օր թարմ հաց ուտե, թարմացը շատ ավելի լավ է 4 հացից։ Հիմա բացի եթե եղբայրը խաչ չի սիրում 4 հաց մենք դրդում ենք։ Ծագացոր գա խաչ գնանք այսօր։ 3-4 չաբաց, ասենք տղաներից կնոջես ու չէ, ավելի մի տղաս 2 հատ ուզեց։ Բայց հետարքիր է 4 հատ չաբաց, ամեն մեկը տարբեր բան ուզեց մեջ դրվի։ Ասենք մեկն ասավ սոխով ու կանաչով, մեկն ասավ սոխ կանաչի մայոնեզ։ Ես ասեցի սոխ կանաչի մայոնեզ կծու, ես ամեն ինչ տոմատ։ Մի ամբողջականը ավելի լավ է։ Այո, իհարկե, մենք ավելի, ասենք, փորձառուներս, որ մեր քիմքի համը գիտենք, ամեն ինչով ասում ենք, այո, երիտասարդները, երեխաները այդպես են, իմ դղեսա օրինակ, այստեղ է հիմա, եւ որ դուրս գնանք շարմա կամ քյաբաբ խորված առանց սոխի, սոխ չի ուտում, օքեյ, բանը չեմ ասում, բայց նրան ասում եմ մի քիչ ես մեծացիր, կարող է որ այդ բանը փոխվի։ Գախում ունի, սոխը սխտորը բացասական են օրինակ, երկի վերջը, բայց դերը չասեց սա, նրանք ասեցին սա։ Շատ լավ եղբայրներ ջան։ Okay, ուրեմն ասպիսով եղբայրներ ջան, հիմա գույմա հերիկա ասկանը եւ դերը գամի մեր հաջորդ դասընթացին ջաշից հետքը պիտի մի քանի նմուշներ տանք Սուրբ Գրքից բացատրական քարոզի, ինչ որ շարժ խոսեցանք եւ անգե հետքը պիտի մեր հաջորդ մասին անցնենք, ինչ որ արդեն մի քիչ խոսանք բաժարները, կարևորագույն բաժարները բացատրական քարոզի ինչ են։ Մի քանի բան ասացինք արդեն, ուրիշ բաներ ակա որ պետք է ասենք, նրա վրա պիտի կենտրոնանք։ Ովևէ հարցեր եղբայրներ ջան, առաջ որ ամբողջացնենք այս մասը։ Հա։ Հիմա գիտես ինչ, մխիթար եղբայր ջան, հիմա ես մտածեցի մի քանի օր առաջ ասեցի, որ գիտեմ, որ Վարդան եղբորետ, Սամ եղբորետ եւ Դավիթ եղբորետ խոսած ենք, որ մի կոնֆերանս միևս, այսինքն հնարավորությունը կա, որ անենք, մի գիրք ուսումնասիրենք, բայց հետո միտքես գիտես ինչ անցավ, ինչ որ մենք քարոշական դպրոցում անում ենք։ Ես ասեցի միտքիս մեջ, որ ամեն եղբայրներուն ոնց որ համոզեմ ես Սամ եղբորը, Վարդան եղբորը, ամեն եղբայրները բացատրական քարոզ պիտի դան։ Այս կոնֆերանսից հետքը։ Այստեղ Այդ ասեցի չէ, չեմ ուզում ինձ սպանեն, կեցարը։ Չէ, հիմա քարոշական դպրոցի մեջ է, որ լիներ եղբայրներ ջան, տարբերությունը նա է, որ մենք այո քարոզ տալիս ենք, աշխատանք կա, անստարարականներ կան, հիմա եղբայրները ասի ուր են ինձ պիտի անցյալ օրը խփեին, որական իրենց շատ անստարարական դված եմ սելով, չէ։ Բայց ուրախ եմ որ աշխատում են, այո ասում են որ բավական գործ կա, աշխատանք կա, բայց այդպեսով սովորում ենք։ Հիմա ես ցեզ աշխատանք չեմ տալիս, սա միայն կոնֆերանս է որտեղ դասընթաց չէ այդ առումով։ Հետո ուրիշ բաներ ալ կան անշուշտ որ եղբայրները միշտ իրենց կաչալերում եմ խրախուսում են որ գաբի մեջ մնացեք, հարցեր ունեք, մի ամաչեք ո՞ր մի ադեն լա տեքստով, երախոսով դուրս ասպես որ ինչու որ սա ոնց որ այդ ծրագրի մեջ է։ Բայց ո՞ր եղբայրը մի վերջինը որ ծրագրի
Էլեկտրություն անենք այդ Հա, հա։ Էքսպոզիցիական մոդեցումով, այո։ Պես չենք մենք ասենք Այո, չէ, քննություն չկա։ Ամեն առումով ես վստահ եմ ով որ ուշադիր լսում է, ինչ որ հետ կա թող։ Նպատակը սա է, պայներ ջան, եւ նոյեմբերին, հուսանք որ նոյեմբերին այդպես անենք։ Իսկ օրինակով արդեն որ քշկով մի հատ թեզ մի քիչ վերցնենք անենք, այս ամբողջ այս ամիսների ոնց սովորածը, sense ոնց հատ կպեչատի, էլի։ Նպատակը սա է արդեն, այո, որ ինչ որ սկզբունքները հերմենևտիկական, էքզեգետիկական գործընթացը, բացատական քարոզի մասին, այդ բոլորը որ ոնց որ գիրարելի մեր արժևը լինի, երբ մենք աշխատում ենք միասին այդ տեքստի վրա, այդպիսով։ Եթե ուրիշ հարց չկա, պայներ ջան, մենք մեր դատարը գարանք անեն շնորհակալություն։